Ծրագրավորողը չի կարող մարդկային կերպարը, չեմ ասում հավաքական ժողովրդի կերպարը, հա, որպես մի հատ տափակ պլանշե ներկայացնի։ Չէ՞ որ դա միս ու արյուն է, պլյուս դրան, եթե մենք ասում ենք հավաքական, դա չի նշանակում այսօրվա։ Դա նշանակում է ամբողջ այդ 10-12 հազար տարվա ամբողջը իր մեջ կրող պարունակող։ Գիտակցում է, թե չի գիտակցում, կարևոր չի։ Գիտի, թե չգիտի, դա էլ կարևոր չի։ Նույն վարքագիծն է ցուցաբերում, նույն խարակտերն է։ Դրա համար եմ ասում, էպոս ասեցի, այդ ամեն ինչը էպոսի մեջ դրված է։ Այնքան հավաքական, այնքան հյութեղ, այնքան գունեղ կերպարներով է ներկայացված, ու այնքան պարզ բանաձևերով, որ ձեզ երբևիցե պետք չի ոչ ծրագրավորող, ոչ հարթապատկերային տափակ նկարներով, ամեն ինչ այնտեղ լիարժեք դրած։ Ես ես մի հատ բան ասեմ, նոր հիշեցի, որ ճապոնացի ասեցի։ Ուրեմն Լոս Անջելեսում Honda company-ն գիտեք։ Իրանք ունեն մասնաճյուղ Միացյալ Նահանգներում եւ կենտրոնը Լոս Անջելեսում։ Ուրեմն այդ մասնաճյուղի դիրեկտորներից մեկը, շատ ես արդեն 8-9 տարի մշտական Հայաստանում չէ վերադարձի ապրում, շատ շուտ բան եմ ասում, էլի երևի թե մի 15-20 տարի առաջվա։ Փոխտնօրեններ, մի 3 հոգի բաժնի վարիչներ եւ այլն, գործի առումով ուրեմն խոսեցինք, ամերիկացի չկա, ես ու իմ ընկերն ենք, մեկ եմ իրանք 3 հոգով։ Ինձ շատ էր հետաքրքրում, որտեվ ես միշտ նախանձով եմ նայել ճապոնացիներին, որովհետև այդ բարև տալուց թեյի այդ ամանը, բաժակը, սփռոցը եւ ամեն ինչ պահպանել են ու կենցաղի մեջ կրկնում են ամեն ինչ։ Ու ես հարց տվեցի, էլի, ասի ես հիանում եմ, որովհետև այն վաղտ 20-րդ դարն էր, երբ որ այդ խոսակցություններ էլի վերջերն էր, վարձեմ։ Ասեցի, ոնց եք դու կարողացել պահպանել եւ այլն։ Ասում է, առաջի համաշխարհային պատերազմից հետո երբ որ Ճապոնիան լրիվ վերացած ոչնչացած էր, կապիտուլյացիայի ենթարկված, իր էկոնոմիկան ագրարային ոչնչացած էտե չկար, այդ ատոմային ռումբերն էլ գցել են, ամեն ինչ sense մաքրած վիճակում եւ ոչ զորք պահելու իրավունք ունենք, ոչ բան, լրիվ ամերիկացիների ձեռի տակ արդեն ոնց կուզեն։ Ասում եմ, մենք մեր առաջ երկու խնդիր դրեցինք։ Ճապոնիան տնտեսապես պետք է այնքան արագ զարգանա եւ պետք է գտնենք ձևը ինչպես, որ 20 տարվա մեջ թռիչքաձև լինի համաշխարհային հնգյակում կամ վեցյակում։ Արեցին իրանք եւ իրանք գտնվում են երրյակում։ Այդ դեռևս 80-ական թվականներին, 1980-ական թվականներին, ուրեմն Միացյալ Նահանգներից հետո մեր մոտ գրում են կապիտալի աշխարհում, սովետներ էլի գրում, բայց տնտեսագետներս գիտենք թե այդ ինչ է նշանակում։ Ուրեմն առաջի տեղում Միացյալ Նահանգներն էր, Գերմանիա եւ Ճապոնիան են, Գերմանիան, հետո Ճապոնիան, հետո դրանք երկուսով կիսեցին երկրորդ տեղը։ Համախառն արտադրանքի ծավալով, զարգացման տեմպերով եւ այլն։ Փաստորեն իրանք այդ հարցը լուծեցին։ Հիմա ես մարդիկ ասում են ինձ, ասում են եւ երկրորդ խնդիրը ինչպես անել, որ մշակութային անվտանգություն ունենալ, որտեղ գլոբալիզմը մեզ գալու է ուտի, իրանց ֆիլմերով, իրանց ջինսերով, իրանց պեպսիներով, բան եւ այլն, եւ դրա դեմը պետքա ոչ թե մերժել չես կարող, ժամանակն էլ հարմարավետությունն էլ իր խնդիրը ունի, վերցնել, ընկալել, բայց չմոռանալ քոնը եւ ձևափոխել քո տեսակը պահպանելով եւ պահպանելով հին ավանդական համակարգը։ Ասում ես երկու հարցը մեր համար գեր հարց էր եւ այս երկու հարցը մենք լուծեցինք։
Այսինքն տնտեսական անվտանգություն եւ մշակութային անվտանգություն։ Այդ երկու հարց իրենք լուծել են։ Հիմա այսօր աշխարհը փոփոխվում է։ Գերտերությունները, այսպես ասած, կամ համաշխարհային բանկա կորպորատիվ, այսպես ասած, միջուկը ֆունդամենտալ փոփոխությունների է գնում։ Եվ ստեղ մենք որպես փոքր ածու, ինչպես կասեր խորենացին, այդ փոփոխությունների մեջ չենք կարող ինչ-որ մեր ուղղությունը տալ, բայց մենք կարող ենք մեր ուղղությունը տալ մեր մեջ։ Այս սարսափելի գլոբալիզացիայի հետ կապված մենք պետք է հասկանանք, որ ամենակարևոր խնդիրը դա մշակութային անկախությունը եւ մշակութային անվտանգությունը ապահովել, ինչպես նաեւ գտնել տնտեսականը։ Բայց քանի որ խոսքի սկզբում ես հիշատակեցի մեր վանեցու հին խոսքը, հայ լենությունը չի փչանա, հայ նեղությունը չի փչանա, դիմակայի հայ լենությունը փչանա, ապա մշակութային անվտանգությունը առաջնահերթություն է։ Այսօր ձեր կարծիքով ինչու է օրինակ եկեղեցու դեմ արշավը, ինքնության խնդիրները ավելի շատ, հա, ասենց հարվածի տակ, սա ավելի մեծ ուժերի ծրագիր է, սա տգետ կառավարման հետևանք է։ Հələ էպոսին չենք էլ անդրադառնում, բայց ասենք ինքնության վրա հարվածներ ենք ստանում։ Ինչու՞։ Ինքը էպոսում էլ կա լիքը դավաճան։